Ողջույն սիրելի ակնդիրներ, եթերում հինգշաբթին է, այսօր ես հյուրընկալել եմ գրող հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանին։ Բարև ձեզ, պարոն Տեր-Գուլանյան։ Ինչպես արդեն հասկացաք, մեր այսօրվա հինգշաբթին ամբողջությամբ քաղաքականության չորրորդի նվիրենք, մենք ունենք գրական աշխարհի մարդ, եւ որը մեզ մոտ եկել է այսօր ոչ ծերնունայն։ Իմ սեղանին է այս պահին Մերուժան Տեր-Գուլանյանի նոր գիրքը երդվում են Արարատով վերնագրով, որտեղ ես դեռ չեմ հասցրել ծանոթանամ, բայց որի առաջաբանից արդեն երևում է, որ որոշակի իր կյանքի որոշակի ուրեմն հատվածում արդեն գտնվող մարդը փորձում է ճանաչել ինքն իրեն, փորձում է գտնել իրեն եւ դա անում է հավերժական հայի փնտրտուքի ճանապարհով։ Պարոն Տեր-Գուլանյան, կխնդրեի հենց սկզբից որպես հեղինակ, երևի այդպես ավելի ճիշտ է ու ազնիվ, ինքներդ մի քանի խոսք ասեիք գրքի մասին։ Էլգիզան, ես ինձ բանաստեղծ չեմ համարում։ Արձակագիր եմ ես, այո։ Էսեյիս, լրագրող, այո։ Մասնագիտությունս լրագրողի մասնագիտություն է։ Բայց գրողը մի գիրք է գրում իր կյանքում։ Ում մտքով գասնի, օրինակ ասենք, մեր ժողովուրդը երևի տեղյակ չէ, որ Ռափին 2 հատոր բանաստեղծություն ունի գրած։ Հա, կամ թե Դերենիկ Դեմիրճյանը։ Եվ այլն, բոլոր իրենց թվում թե իրենք միայն արձակագիր են, այդպես չի։ Գրողը մի գիրք է գրում, մի դեպքում ստացվում է հանգավոր, մի դեպքում ստացվում է արձակ։ Ուղղակի այդպես ստացվեց բանաստեղծությունների այս գիրքը, եւ պիտի ընթերցողին ասեմ, որ շատ անգեղծ եմ բանաստեղծությունների գրքում, ես շատ անգեղծ եմ։ Եվ այդ անկեղծությունը անպայմանորեն կաշառող է, ինձ թվում է ընթերցողի ինքն էլ կընկալի։ Այստեղ գործեր կան, որ եւ սիրային են, եւ ընդհանուր միջև բոհեմական, իմ բոհեմական, մեր տարիների բոհեմական Երևանը, այն աստիճանի, որ մեկը ինձ ասես տիգինը չի խանդի, երգի խանդի, որովհետեւ այդ բոհեմական կյանք ենք ապրել վերջին հաշվով, բայց խանդելը մի բան է ճշմարտությունը ասելը, իրականություն ինչպես ենք ապրել մենք մեր կյանքը։ Կա եւ հայրենիքին նվիրված եւ ընկերությանը եւ մարդկային հարաբերությունների իսկապես իմ կորստների, ես հոգեվոր կորստների եւ նվաճումների, եթե կարելի ասել, եթե ունեմ այդ նվաճումները, ինձ թվում է թե ունեմ ինչ օրինակ իմ 4 երեխան եւ 13 թոռները։ Աստված իրենց է նվիրված։ Դիքսել նվիրել եմ իրենց։ Այնպես որ գրքի մասին եղավ խոսակցություն, մի անգամից ասեմ մեր ընթերցողին ցույց տալով գիրքը, ուրեմն սա իմ ընկերոջ արած դիմանագարն է, սա լուսանկար չի, այնպես որ բանը հեղինակը Արտուր Գասպարյանն է, որ Ղրիմում է ապրում։ Իմ ընկերը իմ 70-ամյակին այս դիմանագար արել ուղարկել էր, որ ինձ անկեղծ ասած, պես ինձ այդպես է պատկերացրել, մանավանդ որ ես իմ մայրական կողմից ես իշխանական ծագում ունեմ, Շահ Պարոնյան եմ մորս մայրը, այրիկիս մայրը, ինչով ես հբարդանում եմ։ Ընթերցողներին ասեմ, որ հունիս այս ամսվա 24-ին երեկոյան ժամը 7-ին Էլիտ պլազայում գրքի շնորհանդեսն է լինելու, մուտքը ազատ է, ով ուզում է կարող է մասնակցել։ Այսքան բան եմ գրքի մասին, մնացածը պիտի կարդալ ուղղակի։ Եվ ես մի բան նկատեցի, այնտեղ մի քանի բանաստեղծությունը մեկ դուք ունեք ներդիր, կարծես որ այլ գույնով այլ գույնով արած եւ այնտեղ 12 առաքյալների նման 12, որոնցից մեկը իմ թորնիկինն է, վերջինը իմ թորնիկինն է։ Այնտեղ կա եւ համաշխարհային գրականության դեմք, կա հայոց գրականության մեծերն են։ Այդ խոսքերը ինչ են, առաջնորդել են ձեզ, թե ես փնտրում եմ հավերժական հայի գործերած բանալին։ Այդ նույն մարդիկ այդ նույն բանն են փնտրում, մեր մեծերը։ Ու հայի մասին է ասած։ Այո, ու հայի մասին։ Ասենք, ենթադրենք Չարենցի Երգիրնայրի առաջաբանից այդ մի հատվածը, չէ, ես ամեն անգամ ես անգիր կարող եմ հիմա արտասանեմ, ամեն անգամ որ արտասանում եմ, լացս գալիս է։ Հուզվում եմ շատ, որ ասում է
այդ փայտաբաժարի աշկերից ինձ են այում երգիրնային եւ ես անողոք մորմոքը սրտիս մեջ վերադառնում եմ դուն ինչ ես դու երգիրնայի կամ Տերյանի որ այդ մի քարադողը բանաստեղծության մի քարադողը որը չարեցը շատ էր սիրում ուղղակի դու հապար չես իմ հայրենիք տրդում ես դու եւ իմաստուն այրում է քեզ մի բոր գնիկ մի անգադար ու հին խոստում ինչ խոստում է ինչի մասին է խոսում Տերյանը նույն բանի մասին խոսում է Գյուրջիևը Գյորգի Գյուրջիևը խոսում է այդ նույն բանի մասին ինչ որ Տերյանն է ասում իրարից անկախ մենք ունեցել ենք իմացության երկրի հետ երկիր ղեկավարելու մի բանալի որը գործել ենք այդ խոստումը կիսատ է մեզ հիմա այս գրքով ես փնտրում եմ դա դրա համար մեր ավակներին օգնության եմ կանչել ինձ մեջբերումներ եմ 12 դա է թե չէ ուրիշ քիչ չլուծում դա Եվ իհարկե դուք հիշատակել եք նաև մեր էպոսի հանրայդ դրվագը մեր սուրը ջրի տակից է եկել կյանքը ջրից է ելել ես էլ փիլիսոփայություն է երևի այո վերջին հաշվով Աստծո բանաձևն է դա կյանքը ջրից է ելել ցամաքի վրա եւ մեր էպոսը դա է ասում մի քիչ Էրիկ ջան բան է չծավալվեմ, բայց մի բարձ բան ասեմ, որ ժամանակին Ստանիլյան շրջանում էպոսի 1000-ամյակը նշեցին, վախեցան նշել էպոսի 5000-ամյակը, ոչ թե էպոսը մեր շատ ավելի հին է, քան 1000-ամյակը։ Հիմա պիտի նշել, հիմա էլ նշող չկա։ Հիմա էլ չունես այն նշանությունը, որ էպոսի 5000-ամյակը նշի մեր։ Աշխարհստեղծման մասին է էպոսը մեկ, երկրորդը Վահագնի բանաստեղծությունը աշխարհստեղծման մասին է։ Երկնե երկիր եւ երկրներ եւ ծով վերարի, այո եւ ինչ որ է։ Գիտենք, ելի ջրից ծնվում է, կրագից ու ջրից է ծնվում աշխարհը։ Սա աշխարհստեղծման մասին է, բայց դա 5000-ամյա, 10000 տարեկան է, թե 100000 տարեկան է, ես չգիտեմ։ Դա ամեն ինչը ծնվել է մեր մեջ, մեր միջից, մեր կողքին։ Ավարտելով գրքի թեման, իհարկե, ես կարծում եմ գրքի թեման, գիտեք, ավարտելը ինչ էլ հիմա այսօր մենք խոսենք, վաղը, մյուս օրը, այնուամենայնիվ այդ ամենը կարմիր թելով պես անցնում է մեր գրողների, բանաստեղծների, ստեղծագործությունների միջով, այսինքն դա կյանքն է, ինչի մասին մենք հիմա պիտի խոսենք իրար հետ։ Ձերքից առնում են այսօր, գրողների միջանտունը ձերքից առնում են։ Ոչինչ, դրանք անցողիկ բաներ են, դա էլ կշտկվի, մի օր նաև գրողների միության տանը հարսանիք կլինի, ինչ ես ասում են։ Տեսեք ուր հասանք մենք։ Մայրս Երջանկայի շատակ այսպիսի մի խոսք ուներ, երբ որ մի վատ բան էր լինում, ինքը կամ զարմանում էր կամ չէր սպասում իր համար, ասում էր Տեր Աստված, ես որտեղ մտնացրինք։ Այսինքն մութ է, ես որտեղ ընկավ։ Ինչ լավ ձևակերպում։ Հիմա մենք թերևս մինչև 18 թվականը այդպես ասելու առիթ կամ պատճառ չունենք այդպես ասելու 18 թվականին թվում էր զարթոնք եղավ բան, բայց ահա մենք այս վիճակում ենք, այս շեմին ենք եւ հիմա ուրիշ բան չունեմ ասելու, քան այս որտեղ մտնացրինք, արդյոք սա վերջն է։ Ես վերջը բարից միշտ վախենում եմ եւ աշխատում եմ չօգտագործել, նույնիսկ լավ է ուշ, քան երբեք փոխել եմ, ես լավ է ուշ, քան ավելի ուշ։ Այդ ձևակերպումը ես փոխել եմ, ուղղակի իմ հեղինակային ձևակերպումն է։ Չէ, ոչ մի բանի վերջը չի։ Մեր ժողովուրդը շատ բաներ է տեսել, այս ամեն ինչն էլ կանցնի։ Ես խորապես համոզված եմ, որ ամեն բան լավ է լինելու, ամեն բան լավ է լինելու, մեր երկիրը գելնի ոտքի, շատ ավելի Աստված կյանք տա, որ մենք տեսնենք շատ ավելի հզոր ու ամուր է լինելու, քան մինչև եղել էր։ Այդ սպասվում է մեզ, ուղղակի պետք է կա այն մարդը, այն մարդիկ, որ կարողանան դա անեն։ Վերջի մասին չխոսենք։
հայ ժողովուրդը հավերժ է, հավերժական հայ է, ես պատական չէ, ես ամբողջ կերքիս մեջ հավերժական հայը բան եմ անում, փնտրում եմ իրեն, հավերժական հայը հավերժ է, գերմանական լեզվի ինստիտուտը, համաշխարհային լեզվի ինստիտուտը, որ հրապարակեց, որ մեկ կենթանի լեզուն, որը 8000 տարեկան է, ձևավորված, դա հայերենն է, ուրիշ կենթանի լեզու չկա։ 8000 տարեկան, ու ասում է, որ դա դեռ վերջի տարիքը չի, շատ ավելի հին է այդ լեզուն։ Հիմա, այս ժողովուրդը ոնց կարող է վերջանալ։ Ոնց կարող է։ Հիմա տեսեք, ժողովուրդ, ազգ, հենց լեզուն պահող մի բան էլ հայ եկեղեցին է եղել մեր պատմության մեջ։ Ի վերջո հայերեն գրերը ստեղծվել են, երբ որ եկեղեցում հայերեն ժողովրդություն անելու անհրաժեշտություն է եղել։ Այո, որտեղ դրանք ասորական ճշմարտություններ են, որ եկել հասել են մեզ բազմաթիվ դարերի ընթացքում եկեղեցին փոխարինել է պետությանը, կարողացել է տանիք հանդիսանալ փախստականների համար, տնանքների համար, մի խոսքով մեր ժողովրդի դժվար հատվածի համար կարողացել է նաև պահպանիչ լինել, հովանավոր լինել։ Այսօր, երբ թվում է, որ չկա կարծես թե դրա կարիքը, որ ունենք պետականություն, որ ունենք, չգիտեմ, պաշտպանված ենք, այսպես ասեմ, հանկարծ այսպիսի խայտառակ ոտնձգություն ու հարձակում եկեղեցու դեմ որևէ խելացի մարդու ուղեղում չի տեղավորվում, սա ինչով է պատճառաբանվում, ինչ դրդումներ են սրանք, եւ նաեւ մի բան, տեսեք, եկեղեցին հանդես եկավ պատասխան հայտարարությամբ այս իշխանություններին, այո, եւ այնտեղ ոչ մի սպառնալիք չհնչեցրեց, պարզապես հասկացրեց, որ եկեղեցին ոչ մեկի պաշտպանությունը չի զգում, եկեղեցին ոչ մեկի չի վախենում, եկեղեցին հավերժ է սպեղ։ Հիմա արդյոք մենք այդ եկեղեցու հետևորդներս մեզ գոնե պաշտպանելու անհրաժեշտությունը չունենք։ Տեսեք, եկեղեցուն պաշտպանելով, մեզ պաշտպանելու անհրաժեշտությունը չունենք, որտեղ այդ հայտարարություններն առաջերտին մեր դեմ են, հետո նոր եկեղեցու, հենց հայ մարդու դեմ են։ Ամենամեծ սրբապղծությունն է, ինչ տեղի ունենում այսօր։ Հարձակվել հայոց եկեղեցու վրա, ամեն բան քանդեցինք, ավերեցինք, մնաց հայոց եկեղեցին։ Հայոց եկեղեցին չի քանդվելու։ Մենք ուշադիր հետևենք մի բարձ բանի։ Պետություններ են ոչնչանում, վերջը կիսվում են, բաժանվում են, նախագահներ, չգիտեմ, գալիս են, գնում են, բան։ Որոնց անունները որպես կանոն ռեդինով ջնջվում է, հետո ոչ ոք չի էր հիշում։ Բայց Աստծո խոսքը քարոզողը մնում է, ու մնում է կանոնիկ, կանոնավոր։ Հայոց եկեղեցին արդեն գրեթե 2000 տարի է Աստծո խոսք է քարոզում եւ փորձել հայոց եկեղեցու այսպես մանր կսմիկներով վիրավորել, վարկաբեկել հայոց եկեղեցին։ Առաջերտին մեր ժողովրդին են նրանք վիրավորում։ Գալիս եմ դրան։ Դա նշանակում է, որ ժողովրդի հոգու, ասեի թքել հոգու մեջ, դա նշանակում է։ Հասկանում ես, ինչու թքել բառաբախով բանով զգուշությամբ ասեցի, որովհետև մեր հոգու մեջ Հիսուս Քրիստոսն է։ Մեր հոգու մեջ մեր հավատն է։ Եվ դա նշանակում է, որ ոչնչացնել մեր ժողովրդին վերջնականապես, բարոյապես, հավատով, ամեն ինչով չի եղել այդպիսի ժողովուրդ։ Կներես իրենք նույնիսկ երազում չեն տեսնել իրենց։ Այնինչ ինչ արվում է, գրգնում եմ, սա մեծագույն սրբապղծություն է, եւ վայ իրենց, որ պիտի պատասխան տան։ Վայ իրենց, որ պիտի պատասխան տան։ Վայ են պատգամավորին, որ ազգային ժողովի ամբիոնից մեր կին, քույր, աղջիկ, բոլորից հայոց։ Բոլորից հայոց, մայր հայոց գնաց մարդը։ Մարդը որն ինքը մարդ չեմ ուզում ասեմ։ Այդ համապատասխան տականքը, հա։ Եվ ոչինչ լուր լսում ենք։ Ինչև կարելի այդպես լուր լսել։
Չգիտեմ, Էդիկ ջան, ես մի բան պիտի ասեմ, սիրելիս։ Ես 2 անգամ եղել եմ կաթողիկոս ընտրող պատվիրակ։ Այդ բանի ժողովի աշխարհիկ գիտեք, չէ՞, մեր ժողովը այստեղ աշխարհիկ են մասնակցում, այո։ Ուրեմն ես 2 անգամ էլ իմ ձայնը տվել եմ Գարեգին Սրբազանին, այսինքն Գարեգին երկրորդ կաթողիկոսին։ Այն ժամանակ Սրբազան էր ինքը, երբ որ քվեարկվում էր։ Գաղափար կար, որ բերեն Գարեգին առաջինին եւ Անտիլիասը եւ Էջմիածինը միավորվեն եւ վերանա, այսպես ասած։ Չգիտեմ ինչի, հեշտ ժամանակ մտածում էին, որ դա բարակտվածություն է։ Բարակտվածություն չի, դա մեկը մյուսի շարունակությունն է, շատ ներդաշնակել աշխատում են իրար հետ եւ Գարեգին առաջինը եւ Արամ առաջինը, որովհետեւ խնդիր չեմ տեսնում։ Ես մտածում եի, որ դա սխալ է, այն ժամանակ հիշում եմ, բանավեճ էր ելնում, նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրեց իրեն մոտ, թե գիտեք ինչ, Գարեգին առաջինին ձայն տվեք, պատվիրակներիս, ովքեր որ պատգամավոր էինք եւ պատվիրակ էինք եւ այլն։ Ես այն գլխից դրան դեմ էի։ Ես տեսա մի տեսարան, ինչու դեմ էի, որովհետեւ նախ մեծագույն սխալ է Անտիլիասը հակադրել։ Ինչի ենք հակադրում։ Անտիլիասը ամբողջ սպյուրքը պահող Անտիլիասն է։ Վերջին հաշվով Անտիլիասը խոնար է Էջմիածնի առաջ։ Չէ, ինչի մասին է խոսքը։ Հետո վերջին հաշվով 2 կաթողիկոսական աթոռ թող լինի, ինչ։ Այո, վերջին հաշվով կա ամենայն հայոց կաթողիկոս եւ կա Անտիլիասի կաթողիկոսը, չէ՞։ Այո։ Որը հրաշալի մարդ է դեպ ասեմ, բադիվ ունեցել եմ սուրճ խմելու հետ։ Այո։ Ուրեմն եղավ մի բան, որ ես սա ուզում եմ, որ ժողովուրդը լսի։ Երբ որ Գարեգին առաջինը եւ Գարեգին Սրբազանը, այսինքն Գարեգին երկրորդ կաթողիկոսը, այսօրվա կաթողիկոսը, Գարեգին երկրորդ կաթողիկոսը, այն ժամանակ Սրբազան էր, կրկնում եմ։ Երբ որ քվեարկվում էին, բազմաթիվ մարդիկ իրենց Սրբազաններ տեխնատունություն էին դրել իրենց, բայց երկուսը դուրս եկան երկրորդ փուլ։ Գրեթե հավասար ձայներով։ Էդիկ ջան, ոչ ոք չգիտեր, որ քվեարկվեին ով կանցնի։ Այո։ Բայց Գարեգին երկրորդ կաթողիկոսը, այսինքն կրկնում եմ նորից Գարեգին Սրբազանը այդ ժամանակ, բարձրացավ տեղից, մոտեցավ խոսափողին, ասեց, այդ բանը եկեղեցին փակված, բոլորս լարված սպասում ենք, մոտեցավ, ասաց, ես երթվյալ կաթողիկոսի հետ չեմ քվեարկվի։ Վեհափար դեր, շնորհավորում եմ, խոնարհվեց համբուրեց ձեռքը Գարեգին առաջինի։ Բոլորը մոռացել են, ինչու են մոռացել սա։ Երթուղային տաքսու մեջ ամենաեդին բաները բամբասողները վեհապար Հայրապետի Գարեգին երկրորդի մասին է խոսքս։ Գարեգին երկրորդ այդ մարդն էր, որից այսօրվա իշխանավորիկները սովորելու բան ունեն, բայց սրանք սովորող չեն։ Սրանք սովորող չեն, որ ասի ես խոնարհվում եմ, չեմ դու մեծ ես, դու ընտրված ես, ես չեմ կարող քեզ հետ նորից գնալ ընտրությունների։ Դու օծված կաթողիկոս ես։ Սա ինչու են մոռանում, հարց եմ տալիս, ես եմ հարցնում քեզ։ Բայց արի ու դες որ բաների մեջ գրգնում եմ երթուղային տաքսիների մեջ ինչ որ բաներ կան, չէ, կաթողիկոս վարքապետողներ, վերջը անդիմություն վարքապետողներ, Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, բոլորին անխտիր վարքապետողներ, ինչ որ հատուկ մարդիկ կան, դրանք երևի վճարվում են օլիգարխների կողմից, ինչ են անում, ես չգիտեմ, ճիշտ ասած։ Ամեն սպասել է։ Այո, շատ հետաքրքիր է, հատուկ ծրագրով ասես վարքապետողներ կան, էլի։ Հանելուկային բաներ են պատմում, որը բնականաբար սուտ է։ Այդ թվում նաև Վեհապար Հայրապետի հանդեպ։ Պարոն Տեր-Գուլանյան, դուք հիմա ինձ մի քիչ ինտրիգի տրամադրեցիք ձեր խոսքում, ասիք, որ պիտի գան սրանց փոխարինողները։ Իհարկե։ Սրանք պիտի գնան, որ նրանք գան, հասկանալի է։ Մտքում ունեք այդ մարդուն, որ կարող է գալ, կամ այդ մարդկանց, կամ այդ ուժը մտքում ունեք ձեր։ Համազգային ռեդինով ջնջել ազգանունները, համազգային ռեդին պիտի լինի, որ ոչ միտեղ չի շատակվի սրանց ազգանունները։ Այն ինչ որ իրենք արեցին։ Ներկա իշխանավորների նկատմամբ։ Ես նախասիրություն
Ես ոչ մի կուսակցություն չեմ պատկանում։ Մի անգամ կոմունիստ եմ եղել այն տարիներին, երբ որ հայոց համազգային շարժման ձերբակալեցին, Գարուն ամսագրի գլխավոր խմբագիր էի 88 թվականին, ես հրավիրեցի մեր Սպանդարյանի շրջանի շրջգոմի քարտուղարին, առաջի քարտուղարին, հավաքեցինք մեր դոմսերը, տվեցինք իրեն։ Տրուսի գերեզինով պատատած։ Տվեցինք այն պարագրեզիններ կան, չէ՞։ Հա, տվեցինք, ինքը խնդրեց, որ մի արեք այդ բան չէ։ Հրաժարվեցինք բոլորս անխտիր, Վազգեն Սարգսյաններ, ես էի վերջ ինչ որ Ռոլանդ Չարոյանը բան հրաժարվեցինք կոմունիստական կուսակցություն, դրանից հետո որևէ կուսակցության հետ որևէ ոչ արդարոց, ոչ սեռական կապ եմ ունեցել։ Էլի ջան։ Հա, վերջը։ Ուզում եմ ասեմ, ունեմ նախընտրած մարդ, նայելով, այսպես նայելով։ Ես զարմանում եմ, որ բանը հասել է այնտեղ, որ Մարության, չէ՞։ Էդմոն Մարուքյան։ Մարուքյան, ներողություն։ Հա, Էդմոն Մարուքյանի բեսպարտում վարչապետ են ներկայացնում։ Անկեղծ ասած, ինձ համար տարօրինակ է դա շատ։ Այդ մարդը ինչ որ իրեն պապվածքը ինչ է անում, որտեղից ուր է գնում, ինչի գնաց, ինչի եկավ, ինչ է ուզում։ Հա։ Ինչ որ սնդիկի բանի նման անընդհատ չես կարող բռնես, էլի։ Ինքը ամեն տեղ է, բայց ոչ մի տեղ չկա։ Այ ոչ մի տեղ չկա։ Սերվիսան։ Մի տեխնազուի մասին եմ։ Թեկուզանուններ չտալով ասենք։ Ես կարող եմ դամ, չէ, կարող եմ դամ։ Չէ, ես չեմ նեղվում։ Ես կարող եմ դամ։ Հրաշալի այսօրվա վիճակով հրաշալի տեխնազու է Արթուր Վանեցյանը։ Ոչ պապես սպաներ, ոչ տերտեր։ Ինքը առաջինն էր, որ ասեց կանգար ու հրաշալի ընտրվեց դուրս եկավ։ Բավականին բարձր ու լուրջ պաշտոնից թողեց դուրս եկավ։ Ու ես հիմա երբ որ ընթանում է այս գործընթացը ազգային ժողովում impeachment կոչվածի գործընթացը ես ուղղակի զարմանում եմ ինչու Քոչարյանի կուսակցությունը, խմբակցությունը, ասեմ, այսպես ասեմ, հա։ Հայաստան դաշինք։ Հայաստան դաշինքը, ներողություն, որտեղ դաշնակցությունն են հայև, Հայաստան դաշինքը եւ պատիվ ունեմ դաշինքը, չեն միավորվում եւ չեն առաջարկում Վանեցյանի տեխնացիոնը։ Ինչն է խանգարում իրենց։ Վերջին հաշվով, եթե իրենց միջից մարդ չեն առաջարկելու, լավագույն տեխնացիոն Վանեցյանն է։ Ես համոզված եմ սրան։ Բայց այնտեղ կան արդեն ընթացակարգեր, պարոն Տեր-Գուլանյան, որ միայն առաջարկելով չի, որովհետև process-ն ինքնին կձախողվի, եթե ասենք ԿՊ-ից մոտավորապես 20 պատգամավոր չմիանան։ Այդ դեպքում պետք է մտածել, որ Վանեցյանը այդ շնորհք ունի, որ կարողանա այդ 14 հոգի է, 18 հոգի։ 18 հոգի, թե 16, 14, այն էլ եթե իրեն առաջարկ են, հա, տարբեր թվեր են ասում։ Ինչևէ, համենայն դեպս ես գտնում եմ, որ այսօր ամենաճիշտ տեխնազոն Արթուր Վանեցյանն է։ Առաջարկեն մարդուն վարչապետ։ Առաջարկեն։ Ու Արթուր Վանեցյանին իմ խնդրանքը։ Շրջապատի քեզ տաղանդավոր մարդկանցով։ Տաղանդավոր հրաշալի տղեկ ունենք մենք։ Տաղանդավոր մեր ուսի անուն դամ, օրինակ, Արմանը Թաթոյան, որը մինչև վերջ ազնիվ մնաց, միակ նույնիսկ երբ որ ինքը հրաժարական էր դալիս, ես հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ էր թե չեմ հիշում, հրապարակ թերթում հոդված գրեցի հատուկ, թե Արթուր ջան, մի հրաժարվի, աղբոբես, դու միակ մարդն ես, որ օրենքով ես ստանում աշխատավարձդ պետությունից։ Արման, Արթուր ասեցի, ներողություն, Արման Թաթոյանին։ Արմանին խնդրեցի, որ հրաժարական չտա, մի արա այդ բանը, որ միակ մարդն ես, որ հալալ է քեզ բյուջեից աշխատավարձ ստանալ։ Տղան իրեն փայլուն բահեց մինչև վերջ։ Ուր է հիմա ինքը, ես չգիտեմ։ Իրեն եղավ առաջարկ, ինքը պայմաններ դրեց եւ այլն եւ այլն։ Հիմա վերջին հաշվով, ախր ներողություն եմ խնդրում, Էրիկ ջան, վերջին հաշվով մենակ վարչապետի պաշտոնը չէ, լիքը պաշտոն կա, չէ։ Եվ ընդ որում լուրջ պաշտոններ են։ Հուսանք ուրեմն այդ լավի ես դիմում եմ եւ
Հայաստան դաշինքին եւ պատիվ ունեմ դաշինքին։ Արեք այդ բանը։ Արեք եւ օգնեք դուրս գանք այս փոսից։ Հետո կերևա։ Այսից դուրս գանք։ Հետո իրար մեջ խոսեք։ Մնացած է։ Ես ոչ պաշտոն եմ ուզում, ոչինչ չեմ ուզում ես։ Ոչ մի բան։ Ես ուզում եմ երկիրս տեսնեմ, փոսից ելած։ Ես եմ ուզում ընդամենը։ Ու իմ կարծիքով դա լավագույն ճանապարհն է այսօր, այդ է։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Կհանդիպենք սիրելի բարեկամներ։